Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը համապատասխան հրապարակվել են Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերը, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Կառավարության ինչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը վերտառությամբ վերլուծության մեջ նշվում է, որ փաստաթղթերի մի մասը, մասնավորապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1992-93 թվականների բանաձևերը, մինչև այս էլ առկա էին համացանցում և հրապարակային փաստաթղթերը փաթեթում ներառվել են բանակցային գործընթացի ամբողջական տրամաբանությունն ի ցույց դնելու համար։ Հրապարակված փաթեթից կառավարության հետևությունն այն է, որ Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր, որոնք ձևավորվել են Ղարաբաղյան շարժումով իշխանության հասած քաղաքական էլիտայի կողմից։ Նրանք այդ միֆերը ձևավորել են իրենց իշխանության գալը և մնալը արդարացնելու համար, ու այդ միֆերը զարգացրել են այնքան, որ դա Հայաստանում դարձել է մտածողություն, իսկ դրանից դուրս հայացքը քաղաքական տաբու, դավաճանություն։ Հետագայում այդ տաբուն օգտագործվել է քաղաքական վերարտադրության համար, և ամեն վերարտադրությունից հետո տաբուն ավելի է կարծրացել, հանրությանը մատուցվելով որպես բացարձակ ճշմարտություն։ Եթե սա լիներ ներհայաստանյան և ներհայկական հարաբերությունների խնդիր, գուցե հասկանալի լիներ, բայց հարցն այն է, որ Ղարաբաղի հակամարտությունը միջազգային պրոբլեմ էր, եթե նույնիսկ մի կողմ դնենք տարածաշրջանային համատեքստը։ Իսկ հարցի միջազգային ընկալումը ոչ միայն սկզբնական շրջանում է հակադիր եղել Ղարաբաղյան շարժման պատկերացումներին, այլև զարգացել է հակադիր ուղղությամբ։ Հակամարտության կարգավորման բանակցությունները երբեք չեն եղել Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի հետ միացման շուրջ, նշվում է վերլուծության մեջ։ Բանակցությունների հիմնական առարկան եղել է Ղարաբաղի շրջակա բոլոր 7 շրջանները փաթեթային կամ փուլային տարբերակով Ադրբեջանին վերադարձնելը, իսկ բուն Ղարաբաղի կարգավիճակը պետք է բանակցվեր միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։ Միջազգային հանրության այս ընկալումը հստակ արձանագրված է 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողի հայտարարության հետևյալ հատվածում։ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ արտացոլված ինքնորոշման վրա հիմնված համաձայնագրում, որը Լեռնային Ղարաբաղին կշնորհի ամենաբարձր աստիճանի ինքնակառավարում Ադրբեջանի կազմում։ Այս ձևակերպումը ցույց է տալիս, որ նույնիսկ ինքնորոշում հասկացությունը մեզանում միֆականացված է եղել, որովհետև միջազգային հանրության ընկալմամբ ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի համար նշանակում էր ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում Ադրբեջանի կազմում։ Սա էլ է կառավարությունը համարում կարևոր տարբերություն։ Տարածքային ամբողջականության սկզբունքը և ինքնորոշման իրավունքը միաժամանակ բանակցային սեղանին ունենալը նշանակել է, որ չէր կարող լինել Ղարաբաղի կարգավիճակի որևէ սահմանում առանց Ադրբեջանի համաձայնության, որովհետև Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է։ Սա հստակ արձանագրված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևում։ Սա արձանագրված է նաև հանրաքվեով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու գաղափարների մեջ, որովհետև այդ գաղափարները ձևակերպված էին այնպես, որ Ադրբեջանը հիմք ունենար ասելու, որ հանրաքվեին պետք է մասնակցեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժամանակին հեռացած ադրբեջանցիները, այլև Ադրբեջանի բոլոր քաղաքացիները։ Այսինքն ենթադրվող հանրաքվեն տեղի է ունենալու ոչ թե Ղարաբաղում, այլ ամբողջ Ադրբեջանում։ Հայաստանը համաձայն չէր այդ մեկնաբանության հետ, և այն, որ հանրաքվեն չէր կայանում և պրոցեսն էլ առաջ չէր գնում, նշանակում էր Ադրբեջանի դիրքորոշումը վճռորոշ էր, որովհետև Ղարաբաղը դե յուրե համարվում էր Ադրբեջանի մաս։ Սա արձանագրվել է նաև տարածքների փոխանակման ընդհանուր պետության հայեցակարգերում, ասված է կառավարության վերլուծությունում։ Ու որքան երկար է ձգձգվել ժամանակը, այնքան Ադրբեջանի դիրքորոշումները կոշտացել են առանց նախնական հարաբերականորեն ավելի բարենպաստ բանակցվող տարբերակներին վերադարձի հնարավորության։ Փաստաթղթերից երևում է, որ 2018 թվականի ոչ բռնի Թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո բանակցային սեղանին չի դրվել այլ փաստաթուղթ կամ առաջարկ, քան եղել է դրանից առաջ։ 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված թղթին կից մեկ այլ փաստաթղթի տարեթիվը 2016 թվականն է, իսկ փաստաթղթի առաջին նախադասությունը ցույց է տալիս, որ այն ձևակերպվել է այն ժամանակներում, երբ հարցի գլխավոր բանակցողը Հայաստանի նախագահն էր, ոչ թե վարչապետը։ Այսինքն փաստաթուղթը ձևակերպվել է 2018 թվականի հեղափոխությունից առաջ, կառավարության եզրակացությունն է։ Հրապարակված փաստաթղթերից ուշագրավ է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որն ընդհանրացնում է 2016 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ առկա իրավիճակը Լեռնային Ղարաբաղի բանակցությունների վերաբերյալ։ Կառավարության վերլուծության մեջ այս առնչությամբ արվում են մի շարք արձանագրումներ։
Նախ Սերժ Սարգսյանն այդ նամակում հնչեցնում է գնահատականներ, որոնք ցույց են տալիս. Սերժ Սարգսյանն ունեցել է ռազմական կամ պատերազմական գործողությունների վերսկսման բարձր հավանականության գնահատական, արձանագրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սպառազինությունների բալանսը խախտված է, ընդգծել է, որ միջանկյալ կամ վերջնական կարգավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հայտարարությունը բավարար փոխհատուցում չէ տարածքների իրականացման հանձնման դիմաց, Ադրբեջանը չի վերցնում իր վրա հստակ պարտավորություններ Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի եւ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ, եւ որպես գնահատականի հիմնավորում արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը մշտապես հղում է անում Ադրբեջանի սահմանադրությանը որպես Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու խոչընդոտ, քանի որ նա դա համարում է Ադրբեջանի ներքին հարցը։ Նամակից երևում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը խնդիր է տեսել Ռուսաստանի Դաշնության կողմից ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության վերաբերյալ, հակառակ պարագայում չէր լինի տվյալ նամակի անհրաժեշտությունը, ասված է կառավարության վերլուծությունում։ Ռազմական բալանսը խախտվել էր այդ թվում Ադրբեջանի Ռուսաստանի Դաշնության ակտիվ սպառազինելու արդյունքում։ Գումարած ի հեճուկս Հայաստանի ընդհանուր առմամբ միաբևեռ արտաքին քաղաքականության, որը ենթադրաբար նպատակ ուներ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի բարեհաճությունը շահել, բանակցային սեղանին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից առաջ էին քաշվել մոտեցումներ Լավրովի պլանը, որոնք 2016 թվականին փաստի առաջ էին կանգնեցրել Հայաստանի իշխանություններին եւ Սերժ Սարգսյանին։ Կառավարությունում նամակից եզրակացնում են, դա է պատճառը, որ նամակը Սերժ Սարգսյանն ուղղում է հենց Վլադիմիր Պուտինին, ոչ թե ԱՄՆ կամ Ֆրանսիայի նախագահներին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների։ Նամակից նաև վերցանում են, որ 2016-ի օգոստոսին Սերժ Սարգսյանը հասկացել է, որ անելանելի վիճակում է, ու եթե Ռուսաստանի մոտեցումը չփոխվի, ապա պատերազմն անխուսափելի է, ընդ որում խախտված ռազմական բալանսի պարագայում կանխատեսելի արդյունքով։ Մի կողմից Լեռնային Ղարաբաղի անզիջում մոտեցումները, մյուս կողմից ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության բացակայությունը շուրջ 2 տասնամյակ երկրի ներսում հասարակությանը մտածածին ռազմահայրենասիրական պրոպագանդայի ներարկման պայմաններում անհնար էին դարձնելու պատերազմից խուսափելը։ Դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին ազգային ժողովի իր հայտնի ելույթում խոստովանեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները փաստացի փակուղու մեջ են, ասված է վերլուծությունում։ Շատերի մտքով է թերևս անցել, թե ինչու 2018 թվականի մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ստանձնել իշխանությունը, Սերժ Սարգսյանի ամբողջ թիմը լծվել էր անհասկանալի մեղադրանքներ հնչեցնելու, որ Նիկոլ Փաշինյանը եկել է հողերը հանձնելու։ Փաստաթղթերի եւ Սերժ Սարգսյանի Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի հրապարակումը տալիս է այդ հարցերի պատասխանը։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ պատերազմն այլևս անխուսափելի է, իսկ պատերազմի ելքը առավել քան կանխատեսելի, եւ այդ հայտարարությունները հետագայում նրան պետք էին քաղաքական վերադարձի համար։ Հրապարակված փաստաթղթերից ուշագրավ է Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման տարբերակը։ 2008 թվականի փետրվարին նախագահի տեխնացու Լևոն Տեր-Պետրոսյանը Հայկական ժամանակ թերթի խմբագրությանը տրամադրել է փոխանակման համաձայնագրի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթուղթը։ Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում փետրվարի 9-ի ելույթում հայտարարեց, որ գաղտնազերծված փաստաթղթում Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման հարցն է։ Գաղտնազերծված փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված 1999 թվականի համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը Շուշիի եւ Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը Ադրբեջանին։ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբատլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի եւ Շահումյանի գրավյալ տարածքները անհապաղ փոխանցվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական եւ վարչական վերահսկողության ներքո։ Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության եւ ներկայումս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբատլիի, Զանգելանի, Քելբաջարի եւ Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ եւ կամավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Փաստաթղթում նշվում է, որ տեղափոխությունը պետք է ավարտվեր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում միջազգային դիտորդական առաքելության հսկողությամբ եւ Մեղրիի շրջանն առաջին հերթին պետք է բնակեցվեր հակամարտության հետևանքով տեղահանված Ադրբեջանի քաղաքացիներով։ Կառավարության հրապարակած վերլուծության մեջ հետգրությամբ անդրադարձ է կատարվում նաեւ Ղարաբաղի ենթադրյալ միջանկյալ կարգավիճակի եւ կարգավիճակի որոշման ենթադրյալ հանրաքվեի մեկ այլ կողմի եւս։ Նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունները երկուսն էլ համարում էին ձեռքբերում, մինչդեռ միջանկյալ կարգավիճակը նշանակում էր Լեռնային Ղարաբաղի 90-ականներից փաստացի հաստատված կարգավիճակի եւ կառավարման կարգավիճակի կազմալուծում եւ նոր հայ-ադրբեջանական կառավարման հաստատում։ Իսկ ապագա հանրաքվեի գաղափարի քննարկումն իսկ նշանակում էր 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած անկախության հանրաքվեի ապալեգիտիմացում։ Ըստ այդմ կառավարությունում եզրակացնում են վարված բանակցային գործընթացի
արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բովանդակային առումով հասել էր 1991 թվականի զրոյական կետին։ Աննա Զախարյան, լուրեր։